Վերջին զանգ հեռուստասերիալում որքան էլ պատմությունը զարգանում է տարբեր ուղղություններով, այն կրկին բերում է մեզ մեկ կիզակետի՝ Սոսի և Աննայի սպասված և ճակատագրական հանդիպման շուրջ։ Իսկ մինչ այդ թեժ մթնոլորտն արդեն սկսվել է։ Միքոն ոչ մի պահ չկորցնելով մտնում է Սոսի աշխատասենյակ, անցյալի մասին հիշեցնելով և հնչեցնելով բացահայտ սպառնալիքներ, եթե Սոսը չհեռանա Աննայից։ Սոսը սակայն սառը ու վստահ պատասխանում է. շատ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը։ Միքոն խառնված, անհանգիստ ու հոգեպես փլուզված հեռանում է, կորցնելով իր դեռ չձևավորված ինքնավստահությունը։ Ինչպես Լիլիթն է ամբողջ կյանքում զգացել Աննայի գոյությունը Սոսի սրտում, այնպես էլ Միքոն Սոսի ստվերը Աննայի հոգում։ Եվ նրանք երկուսն էլ նույն բանից են վախենում՝ կորցնել նրան, ում երբեք չեն ունեցել ամբողջությամբ։ Մյուս կողմից ճշմարտությունն իմանալով Արամը խորը հիասթափություն է ապրում։ Նա վերջապես հասկանում է, որ իր մայրը Լիլիթը խլել է այն, ինչ միշտ պատկանել է Աննային՝ Սոսի սերն ու կյանքը։ Դա կործանիչ հարված է և Արամը ցանկանում է տեսնել Աննային, որպեսզի ներողություն խնդրի, ոչ թե իր գործողությունների, այլ մոր դավաճան պահվածքի համար։ Արամը Լիլիթի կողքին մնացած վերջին մարդը այժմ հեռանում է նրանից, և Լիլիթը մնում է լիակատար մենակության մեջ իր հոգեկան և հոգեբանական ծանր խնդիրների հետ։ Այս քաոսում Հենդոն էլ շարունակում է իր խարդախ խաղերը։ Նա գնում է լաբորատորիա, կաշառում բժիշկին և պահանջում փոխել Հենրիի ԴՆԹ-ի անալիզի պատասխանը։ Քիչ անց Հենրին ստանում է պատասխան ու չիմանալով ճշմարտությունը հիասթափվում է։ Նա իր ճակատագիրը կարդում է կեղծ թղթին նայելով և զրկվում այն հույսից, որ մի օր կկարողանար լինել Անգելինայի հետ։ Ու հենց այդ ճակատագրական պահին Հենրին պատահական հանդիպում է Անգելինային։ Անգելինան եկել էր իր պրակտիկաները վերականգնելու Աննա Բագրատովնայի մոտ։ Հենրին նրան նայում է վերջին անգամ, ապա սառը ու ցավով լի ձայնով ասում. «Մեր միջև ամեն ինչ ավարտված է» ու ընդմիշտ ասում է և հեռանում, այդքանը։ Անգելինայի վերջին հույսը մարում է հենց այնտեղ, կլինիկայի դիմաց։ Իսկ միաժամանակ Երևան է վերադառնում տիկին Ռիտան, Սոսի մայրը։ Լիլիթի կյանքում այս նոր այցը դառնում է հերթական ցնցումը։ Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող Լիլիթը պարզապես պայթում է, չհասկանալով, որ Ռիտան ոչ միայն կվերադարձնի Սոսին Աննայի մոտ, այլև կբացահայտի բոլոր գաղտնիքները։ Այժմ Սոսի անտարբերությունն ու Ռիտայի վերադարձը ամբողջականացնում են Լիլիթի ձախողումը։ Նրա հոգեկան վիճակն էլ ավելի է սրվում, զրոյացնելով ինքնավստահությունը։ Այս կինը սիրուց ցնդել է բառի բուն իմաստով։ Ի դեպ, Ռիտան սկզբից շատ է սիրել Լիլիթին ու կողմ է եղել Սոսի ու նրա հարաբերություններին, մինչև այն պահը, երբ մի քանի ամիս առաջ նա եկավ Հայաստան ու Աննայից իմացավ, որ Աննան 25 տարի առաջ հղի է եղել Սոսից ու երեխան մահացել է, քանի որ Լիլիթը Ռիտային ու Սոսին խաբել էր, ասելով իբր Աննան հղի է Միքոյից։ Հենց սա էլ դարձել էր պատճառ, որ Ռիտան հիասթափվել էր Լիլիթից ու այդ օրից ի վեր վատ է վերաբերվում նրան։ Հարգելի հետևորդներ, արդյոք վերադարձից հետո Ռիտան Սոսին կասի, որ Աննան 25 տարի առաջ հղի է եղել նրանից։ Գրեք մեկնաբանություն։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկայինք։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Համարաթե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանալ։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի, ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին և Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։
Նկարահանման ենք ընկերներ։ Հերոստոկը։ Որն է, շեչելեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։ Քիչի կոմը բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կադր է։ Ըննենք լավ կտրվեց, ըննեն սիրուն։ Այ երևա որ թարմա, թե չէ։ Հարմա վայ։ Գիտեմ։ Հա, թարմա։ Որ սրամշեցը Հասկացում եք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դեռ վարժել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողով չի երևում։ Սկսեմ սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի բարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Նոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան չունեմ։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածն ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ են տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Մեր վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա Բագոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք ողած։ Ինչով ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե